Ողջունում եմ ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես որ ձեզ խոստացել էի, թե ինչպես կարելի է անել, որ մեր սիրած մարդը կամ մեր ամուսինը կամ կինը միշտ լինի մեր կողքին։ Վերցնում ենք մեր սիրած մարդու նկարը եւ մեր նկարը, անպայման առանձին։ Այնտեղ, որտեղ սիրած մարդու թեմքն է, թեմքի վրա քսում ենք մեղր եւ այսպես պտտելով մեր ձեռքը ասում ենք. ոնց մեղուն առանց մեղր չի կարող ապրել, եկեղեցին առանց Սուրբ Ջուր չի լինում, մարդն առանց արուն չի կարող, այդպես էլ թող Հիսուս Քրիստոսի սուրբ կամքով իմ սիրած մարդը ու տալիս ենք սիրած մարդու անունը, մի րոպե ու մի վայրկյան առանց ինձ չկարողանա ապրել, ամեն։ Այս նկարը հենց ուղիղ թեմքով դնում ենք պատուհանակոկին ամբողջ գիշեր, իսկ հաջորդ օրը առավոտյան մեր նկարը կպցնում ենք այսպես սիրած մարդու նկարի հետ եւ պահում ենք մի այնպիսի տեղ, որպեսզի ոչ ոք բացի մեզանից չգտնի։ Սա փորձված բան է եւ այստեղ չկա ոչ մի չարություն, կախարդություն, մոգական ուժեր, այնպես որ յուրաքանչյուրիդ մաղթում եմ, որ լինեք առողջ, երջանիկ, բախտավոր եւ երբեք չկորցնեք ձեր սերը, որովհետեւ յուրաքանչյուր կին եւ տղամարդ երջանիկ է այն դեպքում, երբ ինքը սիրված է, այնպես որ բոլորդ եղեք սիրված, իսկ ձեր հետ ես էի Պայծառատեսանի Գրիգորյանս եւ իմ օգտակար խորհուրդները։